ճարպակալումներ, երբ գերներում ծնողների մոտ կա ճարպակալման վտանգ եւ հետագայում նաեւ սերունդների մոտ։ Հաջորդ տեսակը հիպոթալամիկ ճարպակալումն է, բավական բարդ ճարպակալման տեսակի ասեմ, նախ ձեր հաճախորդների հետ աշխատելիս, դիստրիբյուտորների հետ աշխատելիս սկզբնականում պետք է պարզել ճարպակալման տեսակը, դրա համար մի փոքր ես ներկայացնում, դա հիպոթալամիկ ճարպակալումը դա հորմոնալ շեղումների պատճառով առաջացած ճարպակալումն է։ Երբ հիպոթալամուսը արգելվում է ճարպը դուրս բերող հորմոնները։ Եվ երրորդ տեսակը ալիմենտար ճարպակալում, այսինքն ալիմենտար սովորական ճարպակալումը դա շատ ուտելուց, շատ սնունդ օգտագործելուց, ես շատ հաճախ եմ լսում, որ ոչ մի բան չեմ ուտում, բայց չաղանում եմ։ Հիմնականում այդ բոլոր գեր մարդկանց լոզունգն է, որ ես համարյա թե բան չեմ կերել, բայց միևնույն է քաշեմ հավաքում, ասեմ բժշկության մեջ չկա նման տեսակի, չաղանում ենք ուտելուց, ինչքան էլ խաբենք մեզ, այո։ Գիրացման պատճառ է հանդիսանում էներգետիկ մեծ ծավալ պարունակող սնունդ, օրինակ հացամթերք, շոկոլադը, քաղցրավենիքը, որոնք հանդիսանում են ճարպի թույլատման արդյունք։ Ինչ է տեղի ունենում, երբ գեր մարդիկ ավելի շատ էներգիա են ծախսում, քան միակ մարդիկ, գիտեք։ Գեր մարդկանց պետք է բնական ավելի շատ սնունդ, ուզենք թե չուզենք, որպես իրենց աշճաններ բարձրանալը, քայլելը, էներգիայի բալանսը, էներգիայի ծախսը, հենց դրա համար գեր մարդիկ ավելի շատ են սնվում։ Քաղցրի պահանջում են 1 շոկոլադ, 2, 3, հետո ասեմ շատ սննդակարգ ակահավար օգտագործում են, վայրի ակահավար օգտագործում են դիետա պահող մարդիկ։ Վերջնենք դիետա են պահում, անգամ անաստվածային դիետա, սով, հիմա շատ մոդա է, պաս են պահում բոլորը, երբ հարցնում ես ինչի ես պաս պահում, ասում ուզում եմ մի հարվել, պասը յարվելու հետ կապում, սկսենք դրանից։ Որում տեսեք, երբ մարդը դիետա է պահում, այսինքն 2-3 ամիս դիետա ենք պահում, քաղցր չենք օգտագործում, ճարպանյութ չենք օգտագործում, հացամթերքն ենք հանել մեր ռացիոնից, կարծես թե սկսել ենք քաշ օգտագործել, երկրորդ, երրորդ տան, 3 ամիս քաշի կորուստ գնում է, 4-րդ ամսից դադարում է քաշի կորուստը, տեսեք ինչ, օրգանիզմը շատ խելացի կառուցված է սիստեմա է։ Երբ դուք դադարում եք հաց տալ, հեղուկ տալ, ճարպանյութ տալ կամ շոկոլադ, օրգանիզմը սկսում է անգամ այն փոքր 1 գրամից գողանալ ճարպանյութը եւ կուտակել, որովհետեւ օրգանիզմը ստրես է տանում, վախենում է, որ տերս այսօր ինձ չի կերակրելու, եկեք այն ինչ տվել եք գողանամ ճարպի տեսքով պահեմ, որպեսզի օրվա ընթացքում ծախսեմ, պատկերացրեցիք, այսինքն անգամ այդ փոքրիկ մսակդորից օրգանիզմը մեր վերցնում է ճարպը պահեստավորում, դուրս բերելու փոխարեն, իսկ երբ մենք սնվում ենք օրվա ընթացքում 4-5 անգամ քիչ քանակությամբ, քիչ շուտուտ, օրգանիզմը արդեն վարժվում է, որ չէ, տերս ինձ կերակրելու է, կներեք, որ այդպես եմ ասում, այսինքն տերս ինձ կերակրելու է եւ նյութափոխանակությունը ինքն ուրույն սկսում է ճարպը դուրս հանել, դրա համար բոլոր դիետաների հիմքը շուտուտ քիչ սնվելն է, հետո ես շատ եմ լսում, որ կերեք, խմեք, ինչ ասես կերեք, ընդունեք Ֆաբերլիկի պատերը, կնիարը չկա նման բան։ Վստահ եղեք, եթե չենք պահում դիետա, եթե չկա ակտիվ կյանք, չունենք մարզանք, քայլ, լավ, պար, ոնց ասես մեր իրենան, ուրեմն ինչ կանեն, խմեք մեր պատերը հաստատ չեք նիհարվելու։ Նախքան որևէ խորհրդատուի հետ պլան կազմելը, մենք զրուցում ենք, պարզում ենք չաղացման պատճառը, հորմոնալ է չաղացումը, ուղղակի ալիմենտար է, թե գենետիկ է, պարդադիր պարզում ենք, լավ։ Եթե հորմոնալ է չաղացումը, վերջնենք կանայք 40-ից սկսում են քաշ հավաքել, միանշանակ հորմոնալ չաղացումը, ինչ ենք անում մենք, նախքան միարեսման ծրագիր սկսելը, պարդադիր տալիս ենք էնդոկրին համակարգի բալանս, մենք շատ լավ 4 պրեպարատներ ունենք, ֆեմիլի կոմֆորտ, էնդոկրին համակարգի սնուցում, բալանսի ենք բերում հորմոնալ ստատուս օրգանիզմի, որից հետո նոր սկսում ենք միարեսման ծրագիրը, երիտասարդ տարիքում կարող եք միանգամից սկսել միարեսման ծրագիրը, չնայած ասեմ, որ հիմա երեխան մանկական ճարպակալումն է չափից դուրս տարածված։ Ամեն երկրորդ բալիկի մոտ նկատում ենք ճարպակալում, ֆաստ ֆուդ է, դարակ սնունդը, չափից դուրս սնվելը։ Իմիջիայլոց մի հատ հետաքրքիր բան պատմեմ, նախկինում ճարպակալումը չավությունը համարվել է հարստության նշան։ Հիմա այդ մուսուլմանական շատ երկրներում համարվում է չավությունը հարստության նշան։ Արդավազդին երկրներ, ամուսինս որ նիարվել է 115 կիլո, մեզ մոդելում հարցնում են, վայ, գործեր են կապի չէ։
հարստության նշան, հուսամ մեզ այդպես չէ։ Ես եկեք սկսեմ բացատրել պարզել, չէ՞ մեզ ճարպակալման տեսակները։ Չունենք հարցեր։ Հավելիկ ֆիրման մեզ այն տեսականի է առաջարկում քաշի փորձի հետ կապված։ Մենք սկսելու ենք խելացի աշխատել յուրաքանչյուրի ինդիվիդուալ մոտեցմամբ։ Եթե հարևանը միարվել է այս ծրագրով, չի նշանակում ձեր ընկերներն են այն ծրագրով միարվելու։ Մինչև չենք զրուցում, չենք բարձում պատճառը, խնդիրը, չենք սկսում ծրագիր, լավ։ Պլյուս դրան, եթե մարդը 100 կիլո է եւ ձեզանից խնդրում է 50 կիլո քաշի կորուստ 2-3 ամսում այդ ռեզուլտատին չենք կարող հասնելու։ Զրուցում ենք, բացատրում, որ 1 տարի մենք աշխատելու ենք։ Լսելու եք, իմանալու եք ֆիզիկական բաժնություններ, ճիշտ եք սամվելու ամենաառաջինը, որից հետո նոր ընդունում ենք մեր ընթացքում ընդունում ենք մեր հանդերը։ Տեսեք, նյարեցման կուրսը մենք սկսելու ենք, այն որը ես եմ ձեզ ներկայացնում, օրգանիզմի մակրոմից առաջնահերթ։ Իմ ծրագրի մեջ մտնում է լյարդի ֆիլտրացիա, ստամոքսավիկային տրակտի մակրոմ եւ հեղուկի հեռացում օրգանիզմից։ Կատալոգում տեսել եք, հայտնվել է սլիմ շաշկի նոր բադերը, որոնք ասեմ շատ ավելի լավ որակ։ Բոլոր մեր հին պրեպարատները, մեյթափ, կալորիբլոկ, հիդրային, լիսվիտ, բոլոր ունենք այս տեսականյով, մի անգամից 30 պարունակում է 30 կապսուլա, այսինքն ընդունում ենք օրվա ընթացքում 1 չափաբաժին, նախկինում 60 կապսուլա է, ընդունում ենք 2 տաբլետկայից, այստեղ արդեն կրկնակի դոզավորմամբ է, հիդրայինը պարաշոտի տեսքով է, որը լուծում ենք 100 մլ ջրի մեջ, ուրեմն նյարեցման կուրսը մենք առաջնահերթ սկսում ենք ալոե բալանս ունենք։ Ինչի ալոե բալանսով, վաղ առավոտյան խմում ենք 1 թեյի կտակ ալոեի հեղուկը, ավելացնում ենք 100 մլ ջրին օրգանիզմը մաքրելու եւ նախապատրաստելու համար ծրագրի։ Դիետան պարդավիրը դիետայից եք խոսենք։ 2 ժամ անց խմում ենք հիդրայինը, 1 թեյի կտալը, լուծում ենք 1 սուրճի բաժակ ջրի մեջ, որպեսզի օրգանիզմից հեռացնենք ավելորդ հեղուկը, խորհուրդ եմ տալիս հիդրայինը երեկոյան չխմել, ունի թույլ միզամուխ հատկություն։ Ինչի համար է հիդրայինը, տեսեք, շատ հաճախ մենք քնից հոգնած, այդուց պատու տեսել եք, ոտքերը ձեռքերը եւ հոգնած, թարամած ենք արթնանում։ Հիդրայինը նախատեսված է օրգանիզմից ավելորդ հեղուկը հեռացնելու համար։ Նպաստում է ջուր աղային բալանսի կարգավորման։ Հիդրայինը նյութ է, որը աղային նյութն է հեռացնում օրգանիզմից, իսկ աղը հայրս բոլորս էլ աղի ուտում, դեքսիվոդկա, կապչոնի, չիպսեր, աղի կծում, խորոված, սերնդակարգետ աղ շատ ենք սարում, իսկ աղը նյութ է, որը փոխանում է հեղուկ, այսինքն օրգանիզմում պահում է հեղուկը, հիդրայինը հեռացնում է ավելորդ աղերը, որի միջոցով նաև հեղուկի քանակը։ Ոչ թե միզամուղ է, որ կնակ միզամուղ խմեք հեղուկը հեռացնելու, այլ հենց իմենը հիդրայինը ունի նաև բուժիչ ազդեցություն։ Կամած հիդրայինի ընդունման ընթացքում աղի պահանջ օրգանիզմը այլևս չի զգում, այսինքն օրգանիզմը ստանում է կանող, ինչ կամ ապրելակերպի համար պետք է։ Կեսօրի նախաճաշի համար ես խորհուրդ եմ տալիս մեր հրաշք կոկտեյլները, սպիդագուցային, մինչայլոց ասեմ, կոկտեյլները պարունակում են բացի նյարեցման համար նախատեսված նյութերից մեծ քանակությամբ կոլագեն։ Ընդհանուր մաշկը վերականգնելու համար ցանկալի է կոկտեյլներ ընդունել։ Նյարեցման ժամանակ գիտեք մաշկը զրկվում է շատ եւ էլաստիկությունից։ Մեր կոկտեյլները բացի այն, որ կարգավորում են նյութափոխանակությունը, կոլագենի մեծ քանակի հաշվին սնուցում են ոսկրահոդային եւ մաշկային հյուսվածքները, շարակցական բոլոր հյուսվածքները։ Հաջորդ փուլը մեր ալոե բալանսն ընդունեցինք, հիդրայինի ընդունումից հետո նախաճաշի փոխարեն ընդունում ենք մեր կոկտեյլը ըստ ձեր ընտրության։ Եթե պաս եք պահում, ասեմ, որ մենք ունենք կոկտեյլների մեջ լրիվ բուսական բալը եւ շոկոլադը, որը միայն բուսական է եւ իր մեջ պարունակում է լոբազգիներից ստացված սպիդագույց։ Եթե մյուս կոկտեյլներում մենք ունենք տարբեր սպիդագույցներ, այստեղ բալը եւ շոկոլադը հենց դիետիկ է նախատեսված բասի սեզոնի համար, լավ, այսինքն միայն բուսական պարունակությամբ յուրացվում են 3 տիպի, եք բոլորը բարձրագում են կոկտեյլները 3 տիպի սպիդագույցներ, որոնք շինանյութ են հանդիսանում մեր օրգանիզմի ակտիվ կյանքի համար։ Последняя парта. Ну-ка, Կամացը։ Вы хорошо повторили громче, да. Նախաճաշի փոխարեն ընդունում են կոկտեյլը, լավ։
Եթե լուրջ նյարդայնացման ծրագրով եք զբաղվում, կես օրին կարող եք ճաշել, այսինքն ձեր ճաշը մի խորհուրդ եմ տալիս, հայավարի չենք ուտելու, սալատ, խմորեղեն, առաջին, երկրորդ տվելու ենք, եթե լուրջ նյարդայնացում ուզում, մի օրինակ անցնում ենք, մի օրինակ սննդակ կարգ, օրինակ միս, եթե միս է, միայն միս է լինելու ձեր ափսերում, մի փոքր կանաչային սալատի հետ։ Ի բարբաթուջան, չգիտես, այդ խառը սնունդը չպետք լինի ձեր ափսերում։ Մի օրինակ սնունդ, որպեսզի ստամոքսը հասկանա ինչ է մարսելու։ Ենթաստամոքսային կեղծը մեջ տեսեք արտադրում է տարբեր ֆերմենտներ, տարբեր սննդման համար։ Եթե դուք օգտագործեք թխվածք, չայ, կոֆե, չգիտեմ, ճաշ, առաջին, երկրորդ, գրեչկով քլավ, մսային սնունդ, խեղճ ենթաստամոքսային կեղծը մի 15 տեսակի տեսեք արտադրելու եք տարբեր տեսակի ֆերմենտներ, որոնք 90%-ով նորից կուտակելու են ճարպանյութը, դրա համար փորձում ենք անցնել մի օրինակ սննդակարգ։ Սնունդից առաջ օգտագործում ենք կալորիա բլոկ, առաջ 10 րոպե կամ հետո։ Սլիմ շաշկի պրեպարատներից մեկ կապսուլա ենք օգտագործում նախկին, դուպերով մենք ունենք նորից կալորիա բլոկը 2 կապետ կանք օգտագործում։ Տեսեք կալորիա բլոկը իր մեջ պարունակում է նախքին սնունդից կես ժամ առաջ ցանկալի է նախքան սնվել օգտագործեք կալորիա բլոկը, որ իջեցնում է ախորժակը, նվազեցնում է ուտելու ցանկությունը, իջեցնում է քաղցրի պահանջը, որը շատ կարևոր է, լավ։ Կալորիա բլոկը 1 կապսուլա խմելուց հետո նոր ճաշում եք եւ ուտելուց հետո հաջորդ պրեպարատը, որը ստանում ենք, մեյթափ, այսինքն պրեպարատ, որը հեռացնում է ավելորդ ճարպի քանակը օրգանիզմից, լավ, նպաստում է կալորիաների նվազեցմանը։ Հաջորդ մեր քայլը ճաշելուց հետո ընթացքում սուրճ, ջուր կարող եք ինչքան ուզում եք օգտագործել, չի խանգարում։ 6-ից 7-ը ուտում ենք միայն սալատ, որևէ տիպի սալատ աղցանց։ Չենք ճաշում այլևս։ Ցանկալի է 6-ը լինի ձեր վերջին սննդա ժամանակը։ Որից հետո խմում ենք բիսվիտ, այսինքն պրեպարատ, որը իջեցնում է ճարպի կուտակման էֆեկտը, նպաստում է ճարպի յուրացմանը եւ օրգանիզմից դուրս բերմանը։ Բիսվիտը պարունակում է նյութ, որ օրգանիզմում չի լուծվում, ջրաղույց չէ, այլ կուտակում է ճարպանյութը եւ հեռացնում օրգանիզմից, որը շատ կարեւոր է։ Եվ երեկոյան, եթե կա սովի զգացում, նորից խմում են կոկտեյլը, մշկերի փոխարեն, հա։ Մեր հայրերը սիրում են երեկոյան քնելուց առաջ միշտ ուտել, թխված ուտել, Առավոտյան կոկտեյլ,